Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ էր ստացվել, որ Մարգարավանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհի 72 կիլոմետր հատվածում ավտովթար է տեղի ունեցել եւ ըստ նախնական տեղեկությունների կան զոհեր։ Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած Զիլ մակնիշի բեռնատարը, Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գուլնազարյանի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանը ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ է դառնում, որ զույգը բաժանվել էր։ Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ, գրել է Մարին։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ եւ այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։ Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 03:15-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունը դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամմեդ Մ-ն ու հայտնել, որ սեպտեմբերի 29-ին ժամը 23:40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր կաշկշելով ու հարվածներ հասցնելով նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարներն ու մակնիշը չի հիշում, եւ ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդինեն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն եւ սպառնացել, որ կսպանի իրեն եւ ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը, այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ան եւ ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի եւ մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղարկված անձին, որից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է $250,000, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է $50,000-ին համարժեք կրիպտոարժույթ, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, ըստ տղամարդու այդ ամենից հետո Մահդիայի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն, կվերացնեն իրեն եւ ընտանիքի անդամներին եւ տվել $5,000, ասելով, որ շտապ վերադառնան Իրան։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում էր միջոցառումներ Մահդինեի եւ Մահդիայի եւ մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն եւ Նորգմարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այսօր հոկտեմբերի 10-ին ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 09:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում բախվել են Օպել մակնիշի ավտոմեքենան եւ Հայասա մակնիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի եւ հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունները։ Այսօր հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Մուշեղ П-ն իր վարած Նիսան մակնիշի ավտոմեքենայով Վրաստանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ճանապարհի եզրից դուրս մասամբ Հրազդան գետի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում։ Հոկտեմբերի 9-ին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում ի նշան բողոքի ակցիա են իրականացնում Արտիկ քաղաքի բնակիչները, պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասել են, այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին, անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում ողբերգական։
Կառավարությունը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատեց մեծ փրկել դարոփոս ճանապարհներից, բայց ցավոք որոշ հայվարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները կարծես դժոխքի դռները բացած լինեն։ Մի քանի անգամ դիմեցինք պատասխանատուներին, արագաչափ տեղադրեցին, քանի որ համ շարժն է շատ, համ հետիոտներն են շատ, համ էլ փողոցի հարևանությամբ գործում է Արտիքի թիվ 6-րդ դպրոցը, որտեղ մոտավորապես 300 աշակերտ է հաճախում։ Մեր խնդրանքներից հետո տեղադրվեց արագաչափ, ինչը կտրուկ նվազեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրայերթների թիվը։ Մինչ այդ քանի անգամ ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Արտիքի գաղութի Վիլիսը անգամ մտել էր երեխեքի մեջ, որ երեխեքը երկար ամիսներ բուժում էին ստանում։ Արդեն ինչքան ժամանակ է արագաչափը հանեցին ու մեզ մոտ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նորից ավելացավ։ Նորից որոշ վայրվարորդներ նենց արագ են քշում, որ ամեն օր սպասում են, որ մեր երեխեքը վրայերթի են ենթարկվելու։ Մոտ 30 րոպե ճանապարհը փակելուց հետո բնակիչները բացեցին այն, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չկարգավորվի ու չլուծվի իրենց անվտանգության հարցը, այս անգամ մերում անու ահել-ջահել փակելու են ճանապարհը։ Վիճաբանություն դանակահարությունը տեղի ունեցել Կոտայքի մարզում կեսգիշերին մոտ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրածակածվեր ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթան է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի դատախազ Սուքեսյանը և ևս 2 դատախազներ։ Ավելի ուշ պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթի Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ-ի, 20-ամյա Լեռնիկ Ա-ի, 16-ամյա Մինաս Գ-ի, 19-ամյա Վարդգես Ս-ի, 19-ամյա Ասատրուխ Խ-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուրայի, 20-ամյա Վիրաբայի, 17-ամյա Ռաֆիկայի, 17-ամյա Կարեն Ե-ի և 16-ամյա Հայկ Կ-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ-ին։ Վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի Բոշի Հայկի տղան է, նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչու են նրան ասում Բոշի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, սիգնալներ դնելով։